Աղջիկներս առավոտ շուտ բազուկն եմ ջրում։ 3 շիթիլ եմ արել, դրանից հետո անձրև եկավ, էլ չջրեցի, բայց շատ ափսոս։ Ինչպես տեսնում եք, թորմշել է, այսպես հա, հալից ընկել են։ Հիմա քանի դեռ հով է, արևը չի վառում, ասեցի մի հատ ջրեմ եւ այնտեղ նորից շիթիլ եմ անում։ Այն բազուկներն եմ բերում ստեղ, լավեր ընտրում, շիթիլ եմ անում, որպեսզի լավը լինի, համել ազատ մեծանան, այնտեղ ինչպես տեսնում եք շատ խիտ են։ Հիմա ջրում եմ և նորից շարունակում իմ գործը։ Ասեցի համ ջրեմ, համ շիթիլ անեմ, որ ավելի լավ ստացվի էլի։ Երեկ էլ պետք է սենց անեի, բայց ինչպես տեսնում եք, հույսս դրեցի նորից անձրևի վրա, անձրևն էլ մի 2-3 րոպե եկավ, այդքան լավ չի եկել էլի, որ ասեմ լավ ջրել է։ Ահա, այսպես երկարությունով մինչև այն վերջը պետքա բազուկ շիթիլ անեմ, իսկ բազուկի տեղը պետքա կանաչից հանեմ, իսկ այս վերևի հատվածը վարունգ։ Լավ ջրեմ առատորեն, որ լավ կպնի էլի, ափսոս է այսքան շիթիլը չորանա, քանի դեռ արև չկա, այտենց չի վառում, քամի է։ Ես իմ գործս արագ վերջացնեմ։ Տեսեք ինչ լավ ջրվեց։ Բազուկները այնտեղ չեմ ջրում, որովհետև դեռ հողը խոնավ է, դուրս է գալիս նորմալ։ Հետո արդեն որ տեսնեմ ինչ եմ ցանում, այդ ժամանակ նոր կջրեմ։ Գնամ ջուրը անջատեմ, այստեղ էլ ունեմ է։ Դեղեք է պետք է մոքրեմ աղջիկեք ջան։ Իրիկվա հովին տեսնեմ կարողանում եմ։ Ես դնեմ ստեղ, մինչև ինքը ջրվի, ես ջուրը կանջատեմ։ Ամենալավը, որ ջրվեց։ Գազեն եկել են հասել այստեղ։ Ահա, սիրուններս։ Էդ էլ այդպես, դեռ սուրճ չեմ խմել, ասեցի ես գործս արագ վերջացնեմ ու նոր անցնեմ սուրճ խմելու։ Հիմա այսքանն էլ կփորեմ, շիթիլ կանեմ, կամաց այս հատվածն էլ էլի սիրուն անում, սենց տեղն ա գալիս։ Սխտորներս լավացել են, համեմները նույնպես, բայց նորից քախան կա ներսը։ Հիմա էլ արդեն դուրս ա գալիս դանդուրը։ Աղջիկներ ջան։ Ամեն տեղից քիչ մի գործ անում եմ, աղջիկներս գործը վերջանում է։ Ուղղակի որ տեսնում եմ, չեմ կարում չքախանեմ։ Խաղողի տերևները կարելի արդեն հավաքել, մի 2 օր էլ մնա, այս խոնավությունը անցնի։ Արդեն պատրաստ է։ Արդեն ես կարող եմ քախան անել նորմալ։ Ինչ սիրում եմ, չէ։ Բա որ պարում են, սենց վազում են իրար հետևից։ Այս տարի գրեթե բոլոր գործերը ձեր հետ եմ արի աղջիկեք ջան, վայ,
Քոպուկի բոլոր գործերը գրեթե ձեր հետ եմ արել, առանց ձեզ ոչ մի բան չեմ արել հողամասում։ Փորձել եմ միշտ ձեզ ներկա պահել։ Ինչ եմ անում, ինչպես եմ անում, ոնց եմ անում։ Ահա։ Երկու օր առաջ էր այստեղ քախանել էի։ Անձրևը գալիս է, շիթիլները, բաները, խոտերը դուրս են գալի։ Բայց դե ոչինչ։ Նորից կմաքրեմ։ Հենց աղջիկ ջան հանում եմ, ահա։ Տանում եմ, որտեղ որ պետք է շիթիլ անեմ այստեղ։ Եվ ընտրում եմ ամենալավերը, ուժեղները, այս, ասենք նայք, արդեն ինքը գլուխ է տալիս սենց, իրանց եմ վերցնում, իսկ որը որ թույլ է, այս փոքրերը, որ հույս չկա շիթիլել անես, ինքը չի մեծանալու, չորանալու է, գցում եմ հավերը լավ ուտում են։ Որոշեցի, ասեցի, քանի որ ես պետք է ջոգեմ, շիթիլ անեմ, իսկ այնտեղ էլ բան չի մնալու, իմաստը որ նվեր տալու, հա, ասենք եթե դնելու բան լիներ, ես կդնեի։ Համ ասեցի, համ փոշմանեցի, ավելի լավ է, անուն չհանենք, որ ինչ-որ մի բան տվել ենք, կամ ինչ-որ մեկին տվել եմ, այդ կտամ հավերը կուտեն։ Տեսեք ինչ լավն է, սրանք շիթիլ եմ անում։ Հիմա գործս կվերջացնեմ, կմիանամ ձեզ, կգնանք մի հատ կոֆե կխմենք։ Այդպես։ Մի հատ այս ձայները լսեք, եկեղեցու զանգերն է։ Դե այսօր հորը կիրակի է, եկեղեցին վերանորոգում են աղջիկներս, հասցրեց էլի մի քանի ձայն լսեցիք, երկար ժամանակ էր չէիք լսել, Աստված պահապան բոլորիս։ Աղջիկներս ամբողջը փորեցի, վերջացրեցի, հիմա այս մի մարգն է մնացել, էդ էլ հանում եմ շիթիլանում, բայց մի տեսակ շատ շոքեց, ինձ թվում է մնա իրիկունը անեմ, որ չվարվի թփերը էլի, տենց չչորանա, ինչ կասեք, հիմա անեմ, թե իրիկունը 5-ից հետո գամ անեմ, որ շիթիլ անեմ ու ջրեմ, ինչ մտքի եք, նայք նոր ջրեցի, հա ջրից են կոմ արդեն սև այս կոմը արդեն հողը չորա, մի տեսակ վառում է էլի, կարող է, հստեղ ինչ էր, են կանաչ դտմիկները, որ կա դրանցից եմ ցանել, աստղիկի սուղարկած և կարծեմ պետրուշկա էր, երկու մարգն էլ արդեն ցանել եմ, ընդեղ հանում եմ, ընդեղ ցանում եմ, հիմա երկու մտքի եմ, չգիտեմ, ճիշտը որ ասեմ, ստեղ նորմալ թուփետ չկա, բայց դե արել եմ, բերեք էտ է վերջացնեմ ու գնամ, բայց շատ շոքա, հետո չվարի է, ափսոսա, վերջապես սամիտները երևում են, այս տարվա խաղողները այդքան հաջող չեն, մի տեսակ մենակ այս թուփն է, որ լավ է, մի տեսակ շատ բան է, լոսր է, զիմելիս վերջացնում ենք, դանդուրն է գալիս, իրանք իրանց ասма աճելու սեզոն ունեն, էլի ծլելու օրերը,
Մեկը գնում է, մյուսը գալիս է։ Գնացի, գնանք կոֆե խմենք, տան գործերն անեմ, հետո նոր արդեն կգամ դուրս։ Երկու մտքի եմ, չգիտեմ գնամ, թե մնամ։ Չէ, արևը աշկերս վառում է, կտակ չորացնի ափսոսը։ Արդեն էփում է էլի։ Գնացինք։ Կարևորը փորածը։ Շիթիլ կանեմ, հետո կջրեմ։ Իսկ այնտեղ արդեն մարգերը կսարքեմ վարունգի համար, որ օրս կեսուրս եկավ, այդ օրը պետքա ցանեմ, որ արդեն դրա հաջորդ կամ մյուս օրը արդեն պետքա Հայաստան գնանք։ Ես դու ստեղ էիր, եկանք մեր դրախտավայր։ Երկու օր առաջ էր Գյորգին ստեղ խնձել, էլի արդեն խոտը դուրս է եկել։ Ահա, հələ վարդերին նայեք։ Ոյ, ենդեղիներն էլ է բացվել։ Գամ տանեմ։ Իսկ կարմիրները որ ոբշե վերջնա։ Հələ։ Գիտեք չէ, ամբողջ Instagram-ը իմ ծաղիկներն է։ Ու բավականին մեծ դիտումներով 30,000, 20,000, 40,000, 10,000, 7,000։ Հիմա մի հատ եկեք գնանք են, մի հատ են մեկն էլ։ Այ ոյ, ինչ լավն է։ Հələ այսի, հələ տեսեք։ Սիրուն է։ Հրաշք։ Եկա տուն աղջիկներս, սուրճ տրեցի ինձ համար, վարդեր եմ բերել հետս տուն, հիմա եկեք միասին սրճենք, սուրճ ենք խմում, էներգիա ենք ստանում և անցնում ենք գործի։ Աղջիկներս ժամանակը եկա, որպեսզի խնամեմ ծաղիկները, լողացնեմ, լուսամուտները մաքրեմ, հողամասից տուն եմ եկել ու մի անգամից անցել այս գործին, որպեսզի այս գործը շատ շուտ վերջացնեմ, որովհետև որ կիսատ է մնում, ինձանից շատ մեծ էներգիա է վերցնում, անդադ մտածում եմ այդ գործի մասին, ու ինչ որ գործեր են հայտնվում, այդ գործը մնում է։ Հիմա ասեցի, քանի դեռ ինձ համար նոր գործեր չի հայտնվել, սպասեք ես վերջացնեմ, որ կեղճս հանգիստ լինի։ Մի հատ լավ փոշիազրկում ենք, ճիշտ այտենց փոշի չկա, բայց ամեն դեպքում կարելի է մի հատ լողացնել իմ սիրուններին։ Ահա։ Միջև լուսամուտները մաքրեմ, պարագեներատորով միջև վարագույրը կախեմ, իրանք արդեն կցամաքեն։ Ահա։ Հետո արդեն տերևները կսրբեմ, նոր կտեղադրեմ, որ մաքուր լինի, խնամված, գեղեցիկ։ Վերջապես իրանց ժամանակը եկավ աղջիկեք ջան։ Ես մեկը ֆիկուսն է, հետո էլ արդեն վաննան կլվանամ, միշտ ամեն ծաղիկները լվանալուց հետո վաննան էլ եմ պարտադիր լվանում։ Վերցնում ենք այս կտորը լուսամուտների համար։ Ծաղիկների տերևներն ասեմ ամբողջը կմաքրվի աղջիկեք ջան։ Եվ անցա գործի սիրուններս։ Հագնում ենք ձեռնոցները, որ վերջապես ես ձեռնոցով եմ գործ անում։ Հիմնականում որ հողում աշխատում եմ, մատներս շատ այսպես ցավում այս հատվածները։ Так, ինձ տակ ջուրել է հարկավոր։
չենք խնայում մաքրություն անելու համար։ Հիմա լավ կփայլացնեմ այս ապարատն է կհանեմ, վերև ապարատը։ Լավ տարածում եմ, 2 րոպե կթողնեմ ու արդեն կանցնենք հաջորդին։ Դուք ինչով եք լվանում այս հատվածները, մի հատ գրեք տեսնում աղջիկ ջան։ Ձեր մաքրմանիչոցներն ինչ ձև է։ Եվ եթե նոր եք միացել իմ ալիքին, ապա չմոռանաք բաժանորդագրվել, հավանել, անպայման մեկնաբանել։ Եթե ասելու բան չունեք, կարող եք 2-3 հատ սրտիկ դնենք, ես էլ ձեզ սրտիկներ կուղարկեմ։ Որպեսզի մենք մեր կապը պահենք, ակտիվ լինենք։ Օրինակ իմ աղջիկներս, ովքեր որ ինձ շատ շուտ բանից են հետևում, արդեն որ ինձ անձնական նամակ են գրում, մի անգամից մենք շփվում ենք որպես քույրեր, այսպես ասեմ, հա։ Չկա ամանչել, քաշվել, անցանք ստեղ։ Այն որ մենք շատ ազատ ենք, արդեն երկար ժամանակ իրար ճանաչում ենք, այդ իսկ պատճառով դուք էլ ակտիվ եղեք, որպեսզի ես ձեզ էլ ճանաչեմ ձեր նկարներով, ձեր անուններով, որ հարցեր էլ տաք, կամ ես ձեզ տամ, իմանամ ում դիմեմ, ոնց դիմեմ։ Այնպես որ աղջիկներս ակտիվ եղեք, ես էլ ինչպես տեսնում եք փորձում եմ ակտիվ լինել, բայց իմ մոտ չկա անպատասխան նամակներ, բոլորի նամակներին պատասխանում եմ մենց սիրով, ահա, Instagram-ում էլի, Facebook-ում են նույնպես, Messenger-ով, Facebook-ում ես այդքան ակտիվ չեմ, հիմնականում իմ ակտիվությունը YouTube-ում է երևում, ուրիշ ոչ միտեղ, Instagram-ում մեկ-մեկ, այսպես, ահա, ինչ եմ ուզում ասեմ, սիրուններս ակտիվ եղեք, ինչպես գիտենք, պարագեներատորի մեջ ոչինչ ես չեմ ավելացնում, իմ հետևորդուհու ասելուց հետո, որ իրենք ավելացրել էին, մի քանի անգամ ու արդեն վարվել էր, իսկ ես չեմ ավելացնում, լսելով ձեր խորհուրդը, շարժվում եմ առաջ։ Այն որ Ես սրտե շնորհակալ եմ աղջիկեք ջան, բոլորիցդ բարի, գեղեցիկ խորհուրդների համար։ Լսում եմ, ընդունում եմ եւ գործում եմ։ Ահա։ Աղջիկեք ջան, երեք Արմինեն մի հատ ծրագիր կա, չգիտեմ ինչ էր անունը։ Նոր ծրագիր է, չգիտեմ, հարցրեց իմ անունը տվեց, ասավ որ խնդրեմ մի հատ կտեսնեք, Anna Family Vlog-ը ակտիվ է YouTube-ում, ակտիվ է, հայտնի է, մի անգամից բերեց իմ հայտնությունը աղջիկեք ջան, վայ այնքան էցի սաղեք, այ ոսմո, շատ ակտիվ է, շատ մեծ դիտումներ ունի, շատ մեծ լսարան ունի, շատ ցենց ջերմմթնոլորտ է ստեղծել ընտանեկան, ու բոլորը հետևում են, ընենց է ուրախացել, երեխեք չեք պատկերացնի, առաջին անգամ այսպես հեռվից իմ ալիքի մասին սենց մեկնաբանություն եմ կարելի ասել լսում, այն որ գովաբանում էր այդ էջը, չգիտեմ անունը, ինչ էր այդ ծրագրի, մի խոսքով շատ է ուրախացել, գնամ ջուրը լցնեմ գամ։ Ես եք աղջիկներս, հիմա ջուրը տեղադրում ենք և անցնում գործի։ Ամենաուժեղ պարն եմ միացնում։ Այս հատվածները տեսեք, ոնց է մաքրում Ոնց կարամ, այսպես այդ ապարատից ոչ չլինեմ։ Նայեք, այս հատվածները
այստեղ այս ռեզինները նայ ոնց է մաքրում։ Հաճա։ Դուք եկա։ Մի հատ մաքրում ենք աղջիկներս, նորից շարունակում ենք, որ տեսնենք որտեղ է կեղտ մնացել, որտեղ ոչ, որպեսզի ամբողջը մաքրվի։ Հիմա արդեն մաքրեցի, ահա, հիմա արդեն երևում է, չէ, տարբերությունը, միանշանակ, մեկից մեկ երևում է։ Այս հատվածները, այս ռեզինի հատվածները նայ։ Այս նասատկեն հատուկ իրա համար է, էլի, որ այս անկյունները լավ մաքրի։ Ահա։ Այս անկյունները, այս գծերը, ահա։ Նույնիսկ լուսամուտ է, այս հատվածները կարող եք մաքրել, ինքը ոչ մի այդպես չի վնասում, էլի, որ ասես վնասում է։ Աղջիկներս այս նասատկան լուսամուտները մաքրելու համար է, ինչպես տեսակ այստեղ արդեն փայլում, պսպղում է, ոչ միտեղ մի գրամ կեղտ չկա, հիմա արդեն լուսամուտներն եմ մաքրում։ Մի հատ այսպես ցույց տամ ու հանգիստ գործս անեմ, ահա, այսպես, ուղիղ այսպես սիրուն մաքրում, ուղղակի ուժեղ եք սեղմում, տեսակ, ինքը իր գոլորշիով փայլեցնում է, ահա։ Հիմա մաքրեմ, փորացնեմ ու արդյունքը ձեզ ցույց տամ։ 1, 2, 3 եւ խնդրեմ, դե գնահատեք ինքներդ աղջիկներս, ինչպես է փայլում, պսպղում է ուղղակի, որ մի գրամ կեղտ չկա, փայլում է։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս, գովաց չեմ անում, շատ էիք հարցրել, շատ էիք ուզում,
արտիկուլը նույնպես, ասեցի մի հատ գործը ցույց կտամ, հետո եթե նորից արտիկուլներն ուզեք, այս ժամանակ արտիկուլները կուղարկեմ։ Այսպես աղջիկներս, այս մի լուսամուտը վերջ։ Հիմա այս մեկն է լվանում եմ ու արդեն վարագույրները կախեմ, որովհետև պատրաստի լվացած ինձ է սպասում։ Հələ մի հատ այս պատն է փորձեմ, տեսնեմ ոնց եմ մաքրում, ստացվում է թե չի ստացվում, բայց թե այստեղ պետք է մենք ռեմոնտ անենք, այդեն շատ մանրուքների հետևից չեմ ընկնում աղջիկեք ջան։ Այս խի սենց սևացավ, ահա, անցանք գործի։ 1, 2, 3 և այստեղ էլ մաքրվեց սիրուններս, որպեսզի տեսահոլովակը երկար չլինի, դրա համար ընթացք այդքան երկար ցույց չեմ տալիս, կարճ համառոտ այսպես, ահա, փայլում, պսպղում, շողշողում աղջիկներս։ Հիմա արդեն վերջապես կարող եմ այստեղ մի հատ ավլել սրբել և վարագույրը կախել։ Իդեպ արևն էլ արդեն մաքրեցի։ Մի փոքր հետ կա մնում, բայց ոչինչ։ Ումն այս։ Չէ, չի կարելի։ Աղջիկներս տեղափոխվեցինք խոհանոց։ Չենք մոռանում, որ երեխաների մայր եմ և պետք է երեխաներիս էլ կերակրեմ, որ մենակ գործ անելով չի, գործը երբեք չի վերջանում։ Հիմա պելմենի եմ եփել երեխեքս ուտեն ու նոր անցնեմ, արդեն անցել եմ պատերն եմ լվանում, վարագույրը կախեմ ու պատերը լվանում։ Եկեք նստեք։ Լուրն է լվացի, անցանք վարագույրը կախել, պսպղում, այս վարդերից մեկը բերեցի ստեղ, այսօր բադրսի քաղացն է, այսօր եմ բերել, սենց սիրուն, մաքուր, հիմա մի հատ էլ աթոռ բերեմ վարագույրը կախեմ ու վերջ, զգեստապահարանում նույնպես լվացել եմ։ Եմ որ արդեն շունչս կտրվում է, բայց կախեմ ու ինչ պետք անեի, մի հատ կոֆե խմեմ, զգում եմ կոֆեի կարիքը, ծաղիկները մտածում եմ բերեմ այս հատվածը դնեմ էլ, այստեղ չդնեմ, ինչ կասեք, լավ միտքա չէ։ Անեն շոք է երեխեք ջան, կրակոտ խոբ։ Աղջիկներ ջան, ծաղիկները ամբողջը լվացի, չորացրեցի, բերեցի այստեղ սենց սիրուն շարել եմ, էլ չեմ դնելու լուսամուտակողքին, թող այստեղ մնա։ Հիմա եկեք ինձ ասեք Աննա ջան, գնա մի հատ կոֆե խմի, որովհետև արդեն սպառվում ես, մի հատ կոֆե խմեմ, հետո նոր անցնեմ մնացած գործերիս, ոնց երևում է այս վարագույրը չի ուզում կախվել, ես արդեն քանի օր է, այսօր եկուց, ուզում եմ այսօր վերջապես օրը գա կախեմ, պրծնեմ, բայց մի հատ կոֆե խմենք նոր, գնացինք։ Հիմա կասեք Աննա ջան, ուր են երեխաները, Արսենն ու Էլինան քնել են, Էրիկսը չէ, Սարեցես։ Ոնց է։ Ես ուժում մենձ եմ։ Մենձ եմ։ Ես ասացի։ Ուշը մեծացել է, չի քնի,
Բա, գնում եմ Հայաստան աղջիկներ ջան։ Եկեք միասին գնանք։ Ինչքան տարիավոր չեք եղել Հայաստանում մի հատ գրեք տեսնեմ։ Ես այս տարի, անցած տարի եմ գնացել եկել հոկտեմբերին, չէ նոյեմբերին։ Նոր եմ էլի սկսում գնալ գալ Հայաստան։ Ամուսնացել եմ ուղիղ 9 տարի Հայաստան չեմ գնացել։ Հիմա արդեն տարին 2 անգամ այսպես պլաններում կա, որ պետքա գնամ ու գամ։ Որ Էրիկս դասեր չունենար, շուշուտ կգնայի կգայի, ոչ թե սենց 6-7 ամիս հետո կամ 8 ամիս հետո։ Կոֆես խմեն, վարագույրը կախենք։ Վարագույրը կախում էի, Աննա զանգեց։ Ասում սուրճի հասնում եմ, գնացի սուրճ դնեմ, սուրճը դնեմ ու գամ շարունակեմ, այնքան երկար է երեխեք, մինչև կախեմ հոգիս կազատվի։ Աղջիկներս վերջապես կախեցի վարագույրը, հիմա տեսեք ինչպես այստեղ փոխվում միանգամից։ Դա-դա-դա-դամ, լնայեք ինչ սիրուն ա խոսում իրար հետ։ Ուղղակի պատերի գույնը այն չի, պետքա կատնագույն լինի, մի տեսակ կատնագույն եմ ուզում, չգիտեմ։ Այս գույնի ինչ շատ ա դուր գալի, որ մի փոքր ավելի տաքուկ լինի, էլի, հյուրասենյակը։ Կատնագույն, մեբելի հետ է կխոսի, խոլի հետ էլ, այնպես ենք ամեն ինչ ընտրել, որ այստեղ շատ սիրուն լինի։ Ահա, սենց սիրուն գեղեցիկ տեսարան է դրսից արդեն գիտեք։ Մեր սիրուն ծաղկանոցը սպասեք բացեմ, մի 15-20 րոպե մնա, ուշադիր կլինեմ, հետո նորից կփակեմ։ Թեպետ ինքը ամբողջովին փակա, ոչ մի բան չի կարա լինի, բայց ամեն դեպքում ապահովությունը լավ բան է։ Ահա։ Այս էլ էսպես։ Այնտեղ էլ են գեղեցկությունները։ Այստեղ ամեն ինչ փոխվելու է, քանդելու ենք, դուրս ենք հանելու ամբողջը ու ամբողջովին վերանորոգելու ենք այստեղ։ Հյուրասենյակի համար այստեղ շատ լավ է։ Իսկ այստեղից արդեն սենց դռներ ա բացվելու դեպի ննջասենյակներ։ Ահա, մի սանջատեմ, վերջապես կախվեց, հավաքվեց, մաքրվեց, անցնեմ հաջորդ սենյակներին։ Այստեղ էլ ոչ մի գործ չունեմ անելու, մի գրամ փոշ ու կտոր ինչա չկա։ Սենց, որ փայլում է էլի ամբողջ այս տարածքը, մաքուր։ Կանք պաղպաղակ գնինք աղջիկներս, հիմա վայելելով գնում ենք տուն։ Ինչպես որ խոսքի է տվել, կատարեցի համովաշոտ։ Լնայեք երեխեք եկեղեցու վերևես 2 թևերը։ Հա ջան։ Լնայեք ինչ սիրուն երեխեք։ Արդեն տուն են գնում աղջիկներս, Աննան գնացին տուն, մենք էլ գնում ենք տուն, գնամ հաց սարքեմ։ Շուտով Գյորգին տուն կգա, պետքա ճաշ շփեմ, տեսնեմ ինչ եմ եփում։ Այսօր ամբողջ օրը գործ եմ արել, կարելի ասել մենակ երեխեքի համար։ Այդպես մի թեթև հաց սարքեցի իրանք կերան։ Ու հիմա մտածեմ ինչ պետքա եփեմ։ Սիրունա չէ ամպերը։ Աղջիկներս եկեք այսքանով վերջացնենք այսօրվա վլոգը։ Եթե նոր եք միացել իմ ալիքին, ապա կխնդրեի բաժանորդագրվեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքները, ես մենց սիրով ընթերցում եմ եւ պատասխանում։ Իսկ մենք սիրուններս կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Շնորհակալ եմ, որ միացաք, մեկնաբանեցիք եւ հավանեցիք։ Բոլորիդ անչափ սիրում եմ եւ գնահատում եմ։